Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հանրայինի եթերում դիտում եք օրակարգ լրատվական ծրագիրը։ Կառավարության այսօրվա նիստը հետընտրական շնորհավորանքով է սկսել Կարեն Կարապետյանը։ Մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվեն, այդ իսկ պատճառով աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ, այնպես որ ուրախացնում եմ ձեզ մեր գործի ռեժիմը ավելի է ծանրանում, նախարարներին ասել է վարչապետը։ Տեղեկացրել, որ հատուկ հետընտրական փուլ այս նիստին հետաձգել բյուջեի հարկային եկամուտները ավելացնելու նախագիծը, որ չքննադատեն, թե քարոզչական քայլ են անում։ Հաշվի առնելով, որ պետեկամուտների կոմիտեն գերակատարել է եռամսյակի հարկ турքերի հավաքագրումը, գործադիրը մոտ 50 միլիարդ դրամով ավելացնում է բյուջեի հարկային եկամուտները, նույնքան էլ կապիտալ ծախսերը։ Օրակարգային նախագծերի շարքում կառավարությունը նաև օրացույցային փոփոխություն է արել, ինչպես եւ խոսվում էր, Զատիկին հաջորդող երկուշաբթիի մեռելոցը երկրում ազատ կլինի, աշխատանքային է դառնում մայիսի 6-ը։ Խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկ չի լինի, այս մասին կենտրոնական ընտրականում մեր գործընկեր Սուսան Բադալյանին են հայտնել։ Հետընտրական օրերին էլ կենտրոնական ընտրականը շատ անելիք ունի։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հրապարակվել են ստորագրված ընտրացուցակները։ Elections.am կայքը գերծանրաբեռնված է։ Առջևում դեռ վերջնական արդյունքների ամփոփումն է ու մանդատների բաշխումը։ Ռեպորտաժում կտեսնեք նաև հաստատված մանդատի նմուշը։ Ընտրողների ցուցակների հրապարակումից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքն ուղղակի պայթում է։ Արդեն 100,000 քաղաքացի, ավելի քան 500,000 փաստաթուղթ է նայել, այսինքն ամեն մեկը մոտ 4-5 ընտրողի տվյալ է ստուգել։ Այս պայմանությամբ որևիցե դիմում չունենք այլ անձի փոխարեն քվեարկության դեպքով։ ԿՀ քարտուղարն իր տվյալներն էլ է ստուգել, քվեարկել է ահա ստորագրությունը, իսկ ցուցակները կայքում դժվարությամբ են ներբեռնվում, քանի որ դրանք բարձրորակ սկանավորմամբ են արվել, ինչը ոչ այնքան արագ ինտերնետային կապի դեպքում դանդաղեցնում է աշխատանքը։ ԿՀ-ն հիմա ավելի թեթև, հեշտ ներբեռնվող տարբերակներ է տեղադրել, ծայրահեղ դեպքում իրենց շենք են հրավիրում։ Ոնց որ թե ոչ մի կուսակցություն չի եկել։ Տարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի 4 դիմում են ստացել, ընդհանուր առմամբ 12 տեղամասերում քվեաթերթիկները նորից հաշվելու վերաբերյալ։ Բոլոր դիմումներն էլ մերժվել են, ելնելով ընտրական օրենսգրքից, բացատրում է Սմբատյանը։ Այն տեխնացուները 4, որոնք բերել են վերահաշվարկի դիմումներ, նրանցից ոչ մեկ չի գտնվել այդ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին։ Ընտրությունների ամփոփման գործընթացը ԿՀ-ում շարունակվում է։ Բոլոր 2009 տեղամասերի արձանագրությունները հանձնաժողովի քարտուղարի սեղանին են։ Տարածքայինները արտակարգ ռեժիմում գիշերն են տվյալներն ամփոփել, մուտքագրել։ Հիմա ԿՀ-ն հատ-հատ ստուգում է։ Որպեսզի ոչ մի թերություն չլինի եւ ամեն տեխնացու եւ ամեն կուսակցության ստացած ձայնը, որ արձանագրել է տեղամասային ընտրական հանձնաժողովը, հրապարակվի ճիշտ։ Տեխնիկական սխալներ հնարավոր են, ասում է Սմբատյանը, բայց վստահ է, խորհրդարանում ուժերի դասավորությունն արդեն դժվար փոխվի։ Ինչպիսին կլինի այդ դասավորությունը, ԿՀ-ն կներկայացնի այս կիրակի։ Հաշվարկի այս ձայների արդյունքում կարծես թե արկա է արդեն մեծամասնություն, եւ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբ որոշումից հետո արդեն կհրապարակի, թե ամեն կուսակցություն քանի մանդատ կունենա։ Ընտրությունների նախնական արդյունքներով ու ընտրական օրենսգրքի բանաձևով ապագա խորհրդարանի նախնական տեսքն այսպիսին է. Հանրապետականը կստանա 58 պատգամավորական տեղ, որից 3-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եզդի, քուրդ եւ ասորի։ Ծառուկյան դաշինքը 31 մանդատ է ստանում, 1 տեղն էլի ազգային փոքրամասնությանը ռուս։ Ելք դաշինքը 9 մանդատ կստանա, Հոյդան 7 պատգամավորական տեղ։ Ընտրության արդյունքների մասին որոշում ընդունելուց հետո ԿՀ-ն մանդատներ կբաշխի բոլոր նորընտիրներին, նրանք հավանաբար 105 հոգի կլինեն, իսկ երանելի մանդատը ահա այսպիսի պարզ տեսք ունի, ԿՀ-ն ձևը հաստատել է, շուտով կտպագրի։ Սուսան Բադալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Շարունակելով ընտրական թեման, խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չամփոփած, կենտրոնական ընտրականը պատրաստվում է նոր ընտրությունների։ Մայիսի 14-ին Երևանը ավագանի է ընտրելու, չնայած փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը այս կիրակի է, դեռ որևէ քաղաքական ուժ չի արել դա։ Մեր թղթակից Սիրանուշ Մուրադյանն է արդեն պարզել, որ ուժերն են պատրաստվում մրցապայքարի դուրս գալ եւ որոնք են դեռ երկմտում։
Ավականու անդամի թեկնածուների առաջադրումների 7-րդ օրն էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ որևէ դիմում չի ստացել։ Կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկն այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն առայժմ չի արել։ Գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է։ Նախընտրական քարոզչությունը կլինի ապրիլի 21-ից մայիսի 12-ը ներառյալ։ Մայրաքաղաքում ավականու թեկնածուների ընտրությունը մայիսի 14-ին կլինի, ինչից հետո էլ ավականու ընտրությամբ կհաստատվի Երևանի քաղաքապետը։ Քաղաքական ուժերն ակտիվ քննարկումների մեջ են, ով ինչպես է մասնակցելու այս ընտրությանը։ Երկիր ծիրանի Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը չի բացառում մասնակցությունը։ Տեխնատուներ ունեն, բայց անուններ դեռ չեն ասում։ Տեխնատուների պակաս դաշնակցությունում էլ չկա, բայց վաղը կորոշեն կմտնեն այս մրցապայքարի մեջ թե ոչ։ Բուռն քննարկումների մեջ են Ծառուկյան դաշինքում, ասում են կմասնակցեն ըստ ամենայնի, բայց ով կգլխավորի նախընտրական ցուցակը, որ տեխնատուները կլինեն, կհայտարարեն առաջիկա 2 օրը։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքում դեռ չեն կողմնորոշվել, ասացին կմասնակցեն թե ոչ, կհայտարարեն, ժամանակ դեռ կա։ Հինգշաբթի վարչության նիստ կհրավիրի հայկական վերածնունդը ու կորոշի մասնակցում է թե ոչ։ Չմասնակցելն ասացին տարբերակ է։ Այս պահին կոնգրեսը ԺԿ-ում էլ կողմնորոշված չեն։ Դաշինքը ուղիղ 2 օրից կհայտարարի ինչ են անելու։ Հետաքրքիր իրավիճակ է Ազատ դեմոկրատներ կուսակցությունում, քաղաքական ուժը ըստ ղեկավարի 2 մասի է բաժանվել։ Գերակշիռ մասը պնդում է մասնակցել։ Խաչատուր Քոքոբելյանն այսօր զանգ է ստացել։ Այս կուսակցության ցուցակով խորհրդանական ընտրություններին մասնակցած Անահիտ Վախշյանը տեղեկացրել է, որ եթե Ազատ դեմոկրատները չգնան այս ընտրություններին, ինքը ելք դաշինքից ստացած առաջարկը կընդունի ու նրանց հետ կմասնակցի, բայց Քոքոբելյանն ասում է ըստ երևույթին կմասնակցեն։ Ելքում այլ ելմանդրություն է, անպայման կմասնակցեն, ասում են, խորհրդանական ընտրություններում հաջողությունն է ստիպում։ Նախընտրական ցուցակը գլխավորողը Նիկոլ Փաշինյանն է, առաջիկայում կասեն։ Հանրապետականի ցուցակը գլխավորողը Տարոն Մարգարյանը կլինի թերևս, բայց վերջնական պատասխանը հինգշաբթի կայանալիք գործադիր մարմնի նիստը կտա։ Մասնակցելու ենք, հաղթելու ենք, ասում է կուսակցության կազմակերպչական հարցերի պատասխանատուն։ Արժանի ու առողջ մրցակցություն են ակնկալում։ Ծիրանուշ Մրադյան, օրակարգ։ Միջազգային օրակարգից Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում առավոտյան պայթյուն է որոտացել, վիրավորվել է 1 մարդ, պայթյունը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, տեղում աշխատում է Ռոստովի մեր թղթակիցը, մանրամասներ կհաղորդենք մեր հետագա թողարկումներում։ ՄԱԿ-ը ողջունում է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու Կիպրոսի հարավային և հյուսիսային հատվածների որոշումը, ինչ կարող է փոխել 5 օրից կազմակերպվելիք հանդիպումը, եթե Կիպրոսյան պրոբլեմի հեղինակը Թուրքիան է, մանրամասները ռեպորտաժում։ Կիպրոսի հարավային և հյուսիսային հատվածների առաջնորդները կարող են կրկին հանդիպել ապրիլի 11-ին, երրորդը Ժնևյան բանակցությունից հետո։ Երկրորդը տեղի ունեցել ապրիլի 4-ին։ Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքնջեի և հունական Կիպրոսի առաջնորդ Նիկոս Անաստասիադեսի բանակցությունը ՄԱԿ-ը բաց և կառուցողական է գնահատել։ Երկու առաջնորդները հաստատել են համատեղ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։ Բոլորը քննարկում են ինչպես լուծել խնդիրը, բայց շատերը մոռանում են բացատրել դրա էությունը։ Կիպրոսի խնդիրը զավթված տարածքն է։ Թուրքական բանակը զավթել է կղզու 40%-ը և 43 տարի է այնտեղ է։ Թուրքիան պետք է ընդունի, որ կղզուց իր դուրս գալն է լուծումը։ Անկարան չի կարող ընդդիմանալ միջազգային նորմերին և բռնություն կիրառել։ Բանակցելու համար Թուրքիան սխալ մոտեցում է ընտրել և խոսում է հարցերի մասին, որոնք բանակցային սեղանին դրված չեն, ասում է Հունաստանի արտգործնախարարը։ Օրինակ, բանակցությունը շարունակելու համար պետք է եվրոպական 4 ազատությունները տալ Թուրքիային։ Խոսքն աշխատողների ազատ տեղաշարժի, մուտքի և ելքի, ձեռնարկատիրության ազատության մասին է, բայց դա Բրյուսելի և Անկարայի խնդիրն է։ Կիպրոսը դա չի կարող լուծել։ Տպավորություն է, որ նրանք չեն ուզում քննարկել բուն խնդիրը։ 1974 թվականից ի վեր Կիպրոսի կղզին բաժանված է։ 43 տարի անց ՄԱԿ-ը վերսկսող բանակցությունը պատմական հնարավորություն է համարում։ Կղզին վերամիավորելու նախկին փորձերը տապալվել են։ Բանակցությունների երկրորդ փուլում գործընթացին միացել էին Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Շարունակենք, Մեծ Եղեռնի հիշատակի այս տարվա ձեռնարկը ամերիկյան կոնգրեսում նախօրեին է տեղի ունեցել։ Նոր նախագահ, նոր սպասումներ, ինչ կասի Թրամփը ապրիլի 24-ին։ Ամերիկահայ լոբիստական խմբերը ակտիվացրել են զորաշարժը։ Կոնգրեսը արձակուրդ է գնալու, մինչ այդ պետք է հնարավոր է անել, որ շատ օրենսդիրներ միանան Դոնալդ Թրամփին ուղղված նամակին։ Կոնգրեսի հայկական հանձնախումբը համալրվում է և սկզբում խոսեցին նոր անդամները Թոմ Սուազին և Սալուտ Քարդահոն խոստացան իրենց կարեցածը կանեն հայ դատի համար։ Ջիմ Կոստան բերել էր մեծ նկար, Ֆրեզնոյի համալսարանի տարածքի հայոց ցեղասպանության հուշակոթողն է։ Ֆրեզնոյում մեծացել եմ Աբրահամյանների, Քալիջյանների և Ղազարյանների հետ։ Փոքր տարիքից եմ լսել ու մինչև հիմա հիշում եմ ցեղասպանության մասին նրանց պատմությունները։
6 տասնյակ կոնգրեսական արդեն ստորագրել են Դոնալդ Թրամփին ուղարկվելիք նամակի ներքո, որով կոչ են անում ապրիլյան ելույթում օգտագործել ստույգ եզրաբառը։ Ադամ Շիֆը խոսեց այս թեմայով։ Նոր կոնգրես ու նոր նախագահ ունենք, ինչը նաև նոր հնարավորություն է նշանակում։ Այնինչ Թրամփը կասի այս ապրիլի 24-ին, հավանաբար կշարունակի նաև իր նախագահության ամբողջ շրջանում։ Առաջիկա ելույթը մեր եզակի հնարավորությունն է լինելու։ Ջեքի Սպիերը, որ օրերս դիտել է Խոստում ֆիլմը, այն կարծիքին է, որ երբեմն ֆիլմերը ավելի մեծ ազդեցություն ունեն ժողովրդի հանդեպ, քան կոնգրեսականները։ Բրեդ Շերմանը միշտ կոչի արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց պետությունը անունը փոխել է, ինքն էլ նոր նամակով իշխանություններից պահանջել է արդեն Արցախի անկախության ճանաչում։ Հայաստան Բոստոնից է սենատոր Էդ Մարկին։ Երբեք չեմ հանդիպել աղքատ ամերիկահայի, ուղղակի անհավատալի է, թե ինչպես եք դուք վերահսկում ձեր որակական հատկանիշները։ Մեր նպատակն է, որ Հայաստանում էլ աղքատ հայեր չլինեն։ Ձեռնարկի վերջում խոսեց հայկական կողմը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դիվանագետները, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։ Արցախա-ադրբեջանական առաջնագծի իրավիճակի մասին այս գիշեր հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 30 անգամ, արձակելով ավելի քան 300 գրակոց։ Պաշտպանության բանակը հիմնականում ձեռնպահ է մնացել պատասխանատվողություններից։ Կյանքը ապրիլյան պատերազմից հետո Սիսյանցի ավետը ապրիլին Թալիշում աջ ձեռքից վիրավորվել է, բայց մեկ է ընտանիքի աջ ձեռքն է։ Հիմա ծրագրավորում է սովորում։ Նրա հետ զրուցել է տեղի մեր թղթակից Աննա Ավետիսյանը։ Ծառայությունը անցնում էր շատ լավ, մինչև այս դեպքերը չենք սպասում, որ այսպես ընթացք ունենա, 3 ամիս էր մնացել, որ ծառայությունս ավարտեի։ Ավետը բանակ զորակոչվեց Սիսյանի պետական քոլեջն ավարտելուց հետո։ Ծառայում էր քանաքեռում, Արցախ էին տեղափոխվել մարտի 31-ին Թալիշի դիրքերում մարտական հերթապահության։ Դաստակից վիրավորվել է մարտի ժամանակ։ Մենք ունեցել ենք 3 վիրավոր, փառք Աստծո, ոչ մեկիս լուրջ բան չէր պատահել։ Ծանրություն չկար մամի։ Զգում ես, որ նեղվում է։ Շաքիում մեծացած երիտասարդը գյուղական բոլոր աշխատանքներում ծնողների թևուտիկունքն էր։ Հիմա աջ ձեռքը դժվարությամբ է շարժում, բայց չի տրտնջում։ Հայրենիքի հանդեպ պարտք ունենք յուրաքանչյուրս, ասում է, իսկ ընտանիքին պիտանի կարելի է լինել նաև ոչ ֆիզիկական աշխատանքով։ Կայք ենք ուզում պատրաստենք, կոդավորում ենք։ Վաղուց է ուզում ես գործով զբաղվեի, հիմա արդեն հարմար առիթ եղավ։ Ծրագրավորման դասերին զուգահեռ սովորում է Ագրարային համալսարանի Սիսյանի մասնաճյուղում, էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է, վստահ է աշխատանք էլ կգտնի։ Աննա Ավետիսյան, Արտակ Աղաբեկյան, օրակարգ։ Սիրում եմ քեզ Հայաստան, համերգին հրավիրված էին նրանք, ովքեր ապրիլին ապացուցել են իրենց սերը, ոմանք հաշմանդամություն են ստացել։ Կոնստանտին Օրբելյանը նրանց հետ վերջերս է ծանոթացել ու հավաքել մի հարկի տակ օպերայում։ Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ապրիլյան պատերազմում վիրավորված տղաները ծանոթացել են մի քանի օր առաջ։ Բժշկական համալսարանի առաջին հիվանդանոցային համալիրի պուրակում պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների և մշակույթի գործիչների մասնակցությամբ ծառատունկին։ Ծանոթացա տղաների հետ և միանգամից հրավիրեցի մեզ մոտ օպերայում կայանալիք համերգին։ Շատ ուրախ եմ, որ նրանք ընդունեցին հրավերը։ Նրանք շատ բան են արել հայրենիքի համար և ես ուզում էի իմ կողմից ինչ-որ բան անել նրանց համար։ Սա իմ ընկերներ, ես համարում եմ իրենք բոլորն ես դահլիճում նստած են լինելու։ Ես դա եմ շատ սիրում, որ sense հավաքույթ անում, իմ անունը բոլորն էլ իմ ընկերներն են։ Ես համարում եմ որպես զինվոր իրանց բոլորին։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տղաների հետ ոչ միայն ծանոթ է, այլև ինչպես ինքն է ասում, նրանց մտերիմ ընկերն է։ Գիտի բոլորին, ասում է ամեն ինչ անելու է, որ տղաները շուտ վերականգնվեն։ Ժամանակի քննությունը այս փորձությունը արդեն արավ։ Մենք իրար հետ ենք եւ կարծում եմ, որ իրանց առողջական վիճակն էլ թույլ է տալի ել ավելի ինտեգրվեն, ել ավելի առողջ եւ կենսուրախ միջոցառումների լինեն, ոչ միայն հիվանդանոցային պայմաններում, այլ նաեւ մշակութային կոթողներում ուրախության մեջ իրար հետ լինենք։ Ես ինքս Ռոստովից եմ եկել եմ գնացել եմ բանակ,
ու ամառը տենց է եղել։ Սիրում եմ քեզ Հայաստան համերգային ծրագրում հայկական էստրադայի արտիստները կատարեցին իրենց լավագույն երգերը։ Երեկոյի ընթացքում նրանց նվագակցում էր Հայաստանի պետական ջազ նվագախումբը գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնուցի ղեկավարությամբ։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Նրանց ներկապնակում ազատությունն ու խաղաղությունն է քարորիայում հերոսացած տղաների հաղթական ժպիտը։ Մեկ տասնյակ արցախցի լուսանկարիչների ստեղծագործությունները կցուցադրվեն պատմության թանգարանում, ապա Թբիլիսիում։ Արցախի անկախության սերնդի 9 ստեղծագործողի 6 տասնյակ աշխատանք մի հարկի տակ է Երևանի պատմության թանգարանում։ Ազատությունն այլընտրանք չունի, անկախություն խորագրով ցուցահանդեսը նվիրված է ապրիլյան քարորիա պատերազմի հերոսների հիշատակին։ Փայլուն ձեռնարկ, հրաշալի մտահղացում։ Նրանց մանկական խաղը հաճախ ընդհատվել է ռմբակոծություններից, հաղթահարել են տագնապի տարիներն ու ապրիլյան պատերազմը, սակայն արցախցի երիտասարդների ներկապնակը գունեղ է։ Նրանց ներկապնակում ազատություն է, նրանց ներկապնակում խաղաղություն է, նրանք միշտ լիահույս են լավի զգացումով, անկախության, պահանջատիրությամբ։ Սամվել Թավադյանի նկարներում վառ գույները միահյուսվել են թախծին, որն արտացոլվում է կնոջ աչքերում կամ թաքնվում փակ աչքերի տակ։ Ինքը պայծառ նկար է, բայց ամեն դեպքում իր մեջ կա թախիծ, զգում ես այդ անհանգստությունը, որի մեջ ապրում են այսօր արցախցիները։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը, այնուհետև կուղևորվի Թբիլիսի։ Արեֆատ Ստեփանյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ BBC հեղինակավոր լրատվական կայքը պատմել է առաջին քրիստոնյա պետության մասին։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է, բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ։ Հայերի 95%-ը առաքելական է, գրված է հոդվածի քրոնական պատմություն ենթավերնագրի բաժնում։ Հոդվածը պատմում է Գրիգոր Լուսավորչի գառնու տաճարի մասին, որը չնայած հեթանոսական լինելուն տարեկան ունենում է ավելի քան 136,000 այցելու։ Հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված Սուրբ Գայանե եկեղեցու Գեղարդի խորվիրապի զորած քարերի մասին։ Օսկարակիր դերասան Լեոնարդո Դիկաբրիոն իր աջակցությունն է հայտնել հայոց ցեղասպանության մասին խոստումը ֆիլմին։ Հոլիվուդի գերաստղը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լբոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ բացառիկ խաղ են ցուցադրել թողարկվելիք խոստումը ֆիլմում։ Ողջունում եմ ամբողջ թիմին, լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդը ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը։ Այժմին այսքանը, հանդիպելու ենք երեկոյան 5-ին։